Այսօրվան Կիևյան կամուրջը այնքան վատ վիճակում էր գտնվում, որ հնարավոր է ժամանակի ընթացքում փլուզվեր։ Ինչ աշխատանքներ են տարվում եւ երբանից երթևեկության համար բաց կլինի Կիևյան կամուրջը։ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը կամուրջը փակ է երթևեկության համար եւ այս ընթացքում մայրաքաղաքի բնակիչները առերեսվում են մի շարք դժվարությունների, երկարատև խցանումների, շրջանցիկ ճանապարհների, փողոցային աղմուկի հետ։ Ուշանում են աշխատանքից կամ հանդիպումներից։ Ինչ է ընտրվել հենց այս ժամանակաշրջանը, որպեսզի Կիևյան կամուրջը վերանորոգվի։ Որովհետև գտնվում ենք արձակուրդային ռեժիմով, այսինքն թե համալսարանները, թե դպրոցները ներկայումս արձակուրդի մեջ են եւ երթևեկությունը որոշ չափով ավելի հանգիստ է, ավելի քիչ է։ Աշխատանքները մինչև տարեվերջ են Կիևյան մոստի Կիևյան կամուրջի, Հրազդանի մեծ կամուրջի հիմնանորոգման։ Սակայն այն հատվածը, որ երթևեկության համար է, մենք պլանավորում էինք ավարտել օգոստոսի 25-ին եւ արդեն իսկ ունենք 2 շաբաթ կրճատում, այսինքն կավարտենք օգոստոսի 15-ին։ Մինչև տարեվերջը այո նախագիծը հուսանք ավելի շուտ կավարտենք, որովհետև ներկայումս ունենք բավական դրական տեմպ, ինչպես նշեցի օգոստոսի 29-ը տեղափոխվել է օգոստոսի 15, որը որ ամեն օրը մեզ համար դրական արդյունք է Հրազդանի մեծ կամուրջը 1 օր առաջ բացել երթևեկության համար։ Սակայն չնայած առաջացած անհարմարությունների երևանցիների մեծ մասը հասկանում է, որ այս աշխատանքները այլևս անհետաձգելի էին։ Շատերը ասում են, եթե հիմնանորոգումը ավելի ուշ սկսվեր, հնարավոր է կամուրջի վիճակը ավելի վտանգավոր դառնար, մինչև անգամ առաջանար փլուզման վտանգ։ Ես չեմ գնահատական տվողը ձեր ասած փլվելու, սակայն այո, Կիևյան կամուրջի վիճակը այնպիսին էր, որ ուներ հիմնանորոգման, կապիտալ հիմնանորոգման կարիք եւ դա պլանավորվեց այս ընթացքում, որպեսզի հնարավորինս քիչ նեղություն տրվի մեր համակարգացիներին։ Եթե մենք թույլ տանք Կիևյան կամուրջի շահագործումը առանց հիմնանորոգման, ապա այո, այն կարծիքին եմ, որ կունենայինք խնդիր։ Ես չեմ գնում փլուզման բառին, բայց կունենայինք լուրջ խնդիրներ։ Կամրջի երթևեկային հատվածում տատանումները մեծ էին, որովհետև դեֆորմացիոն կարերի հատվածում բարձր ցածր հատվածներ կար, այսինքն երթևեկությունը հարթ չէր իրականանում, անընդհատ տատանումներ էր առաջացնում եւ դա կարող էր հանգեցնել վատ հետևանքների։ Ինչ վիճակում էր Կիևյան կամուրջը, ինչ խնդիրներ են հայտնաբերվել տարիների շահագործման արդյունքում եւ ինչու էր անհրաժեշտ ամբողջությամբ փակել երթևեկությունը։ Մենք իրականացնում ենք ընդհանուր կամրջի հիմնանորոգումը, այս պահին կատարում ենք արդեն դեֆորմացիոն կարերի տեղադրում եռակցումով, կատարում ենք խարասխաձողերի տեղադրում, ներդիր դետալների տեղադրում եւ հեռացված անվարիչների հատվածում ամրանային ցանցով բետոնի իրականացում։ Կատարում ենք նաեւ կամրջի տակի հատվածում աշխատանքներ, հիմնականում այս պահին կատարում ենք կանսոլային հատվածի քայքայված շերտի հեռացում եւ դրա փոխարեն ցեմենտավազե շաղախի իրականացում, բայց որը որ նշված էր նախագծում, օգտագործում ենք սիկա տեսակի նյութերը։ Մենք նաև իրականացնելու ենք ջրահեռացման նոր համակարգի իրականացում եւ կատարելու ենք ընդհանուր եզրային հատվածներում էլ կատարելու ենք բնական քարից երեսպատում եւ ընդհանուր կամուրջը ամբողջությամբ նոր ջրամեկուսիչ նյութերով ջրամեկուսացվելու է։ Մասնագետների խոսքով իրականացվում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ, սկսած ջրահեռացման համակարգից մինչև կամրջի արտաքին տեսքը։ Իհարկե կլինեն որոշակի փոփոխություններ։ Օրինակ այն մալուխները, որ դուք հիմա տեսնում եք օդում, այլևս չեն լինի, հենասյուները ավելի կմաքրվեն, կներկվեն, այն խողովակաշարի հատվածը, որը որ տեսնում եք, այլևս չի լինի, այստեղ, եթե հիշում եք այն բետոնյա պատնեշները, որ կային, դրա փոխարեն կլինեն բազալտեսիրուն սալիկներ, այսինքն իհարկե կփոխվի, ոչ թե կփոխվի նոր կամուրջ այլ տեսակով կլինի, այլ ավելի նորացման կգնա։ Նույնիսկ դեֆորմացիոն կարերի հատվածում կիրառվելու է տեխնոլոգիա, որ մեր կամուրջների վրա դեռ չկա։ Այսինքն կամուրջը երբ որ շնչում է, կամուրջը իր մեջ ջոջում։
Այդ նպատակով այստեղ կրկին կիրառվելու է տեխնոլոգիա, որը որ մեր կամուրջների վրա դեռևս չի կիրառվել։ Այսինքն փոփոխություն լինելու է, բայց ոչ թե 0-ից այլ տեսակի, ասենք կլոր կամուրջ են կառուցել։ Իսկ նախշերի հատվածը։ Այս նախշերի հատվածը նախագծով պլանավորված է վերականգնում, այսինքն այն հատվածները, որ խնդիր կա, պետք է վերականգնվի, ներկայումս մեր մոտ քննարկում են նախշերի պահպանման հարցը եւ կտրվի համապատասխան լուծում։ Միևնույն ժամանակ քաղաքացիներին հետաքրքրում է նաև մեկ այլ հարց, որ ժամերին են իրականացվում շինարարական աշխատանքները։ Սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել դժգոհությունների, թե աշխատանքները առավոտյան ուշ են սկսվում, ինչը անհանգստություն է առաջացնում։ Արդյոք դա չի հանգեցնի շինարարության ժամկետների երկարաձգմանը։ Պլանավորումը կատարված է ըստ նախագծի 8-ից 8-ն է տեղի ունենում, շաբաթական 7 օր։ Տեմպից ներկայումս բավականին դրական դինամիկա ունենք, որի արդյունքում էլ 2 շաբաթ արդեն իսկ կրճատում ունենք մեր պլանավորած օգոստոսի 29-ին Կևյան կամուրջի, Հրազդանի մեծ կամուրջի երթևեկելի մասի բացման համար։ Օգոստոսի վերջին երևանցիները կրկին կօգտվեն արդեն հիմնանորոգված առավել անվտանգ եւ ժամանակակից Կիևյան կամրջից, առանց այսօրվա խցանումների ու սահմանափակումների։ Մարիաննա Արամյան, Արմեն Հովակիմյան, Մեդիահաբ։